Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն է։ Պատմությունը պարզապես անցյալի իրադարձությունների շարան չէ։ Այն մեր ինքնության կենսատու արմատն է, մեր այսօրվա մտածողության եւ վաղվա որոշումների հիմնաքարը։ Մենք թերթում ենք մեր պատմության էջերը ոչ թե լոկ հիշելու, այլ հասկանալու համար։ Դարերի խորքից հնչող պատգամը մեկն է. յուրացրու անցյալի դասերը, որպեսզի չկորցնես ապագատ։ Այս հաղորդման ընթացքում մենք փորձենք վերլուծել ոչ միայն այն, ինչ տեղի է ունեցել, այլև այն հնարավորությունները, որոնք բացվեցին մեր առաջ շնորհիվ մեկ անհատի պետական մտածողության։ Այս անգամ խոսելու ենք այն մասին, թե ինչպես Կիլիկիայի հայ իշխանը, օգտագործելով իր երկրի ռազմատնտեսական ներուժը եւ հմտորեն խաղալով աշխարհաքաղաքական բարդ շախմատային տախտակի վրա, կարողացավ ամրապնդել Կիլիկիան Հայաստանի դերը Մերձավոր Արևելքում։ Նա բարձր պահեց թե պետական շահը, թե ազգային պատիվը։ Այսօր խոսելու ենք Լևոն առաջին մեծագործ արքայի մասին, մարդու, ով իշխանությունը վերածեց թագավորության։ 1187 թվականին Կիլիկիայում իշխանության է գալիս Ռուբեն III-ի եղբայրը, Լևոն II իշխանը։ Նա պարզապես տիրակալ չէր, նա տաղանդավոր զորավար էր եւ դիվանագետ, ով գիտեր երբ օգտագործել սուրը եւ երբ բանակցային լեզուն։ Նրա գահակալումը համընկավ խաչակրաց երրորդ արշավանքի հետ։ Եվրոպական հզոր միապետները Ֆրիդրիխ Շիկամորուսը, Ռիչարդ Արծվասիտը, Ֆիլիպ Օգոստոսը շարժվում էին դեպի Սուրբ Երկիր։ Սա այն պահն էր, երբ Լևոնը ցույց տվեց իր հեռատեսությունը։ Երբ 1190 թվականին գերմանական ասպետները հյուծված հասան Կիլիկիա, Լևոնը նրանց ձեռք մեկնեց։ Փոխարենը նա Ֆրիդրիխից ստացավ ամենակարևոր խոստումը՝ ճանաչել Կիլիկիան որպես թագավորություն։ Սակայն ճակատագիրն այլ կերպ դասավորվեց։ Ֆրիդրիխ Շիկամորուսը խեղդվեց Սելևկիա գետում եւ թագավորության հարցը ժամանակավորապես կախվեց օդից։ Սակայն Լևոնը կանգ չառավ։ Երբ խոսում ենք Լևոն Մեծագործի եւ խաչագիրների հարաբերության մասին, պետք է հստակ արձանագրենք. Լևոնը երբեք չբավարարվեց լոկ օժանդակողի դերով։ Նա եվրոպական ասպետության համար դարձավ այն հենարանը, առանց որի խաչակրաց արշավանքների հաջողությունն անհնար էր պատկերացնել։ Հիշենք Եդեսիայի կոմսությունը։ Դա փաստացի մի ֆրանկո-հայկական պետություն էր, որտեղ հայկական տարրն այնքան ուժեղ էր, որ առաջին 3 տիրակալները ամուսնացած էին հայ իշխանադուստրերի հետ։ Սակայն Լևոնի հեղինակությունն անցնում էր բոլոր սահմանները։ Նա միակն էր տարածաշրջանում, ով համարձակվեց գերեվարել Անդիոքի դուքս Բոհեմուն III-ին եւ նրան պարտադրել հայոց գերագայությունը։ Սա աննախադեպ էր։ Հայոց իշխանը ոչ միայն հավասարում էր եվրոպական դուքսերին, այլև նրանց դնում էր իրենից վասալական կախվածության մեջ։ Դինաստիական ամուսնությունների միջոցով Լևոնն ապահովեց, որ Անդիոքի գահն հասնի հայկական կողմին։ Արդեն 12-րդ դարի վերջին Կիլիկիան այնպիսի հզորության էր հասել, որ նրա հետ հաշվի էին նստում թե Հռոմը, թե Բյուզանդիան։ Հմուտ բանակցությունների արդյունքում Լևոնը թագ ստացավ միաժամանակ երկու կայսրություններից՝ Սրբազան հռոմեական եւ բյուզանդական։ 1198 թվականի հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան օրը դարձավ պատմական։ Տարսոն քաղաքում Լևոն II Կիլիկիո հայոց իշխանը օծվեց ամենայն հայոց թագավոր։ Սա պարզապես տիտղոս չէր, դա հայոց կորսված պետականության փառահեղ վերականգնում էր միջազգային մակարդակով։ Բայց Լևոնը մեծագործ կոչվեց ոչ միայն պատերազմների եւ դիվանագիտության համար, նա իրական պետական շինարար էր։ Թագադրվելուց հետո նա սկսեց մի գործընթաց, որը Կիլիկիան դարձեց միջերկրածովյան ավազանի ամենազարգացած երկրներից մեկը։ Անվտանգություն։ Նա ամրացրեց լեռնանցքները, կառուցեց նոր բերդեր եւ ստեղծեց մշտական սահմանապահ զորքեր։ Տնտեսություն։ Լևոնը կարգի բերեց նավահանգիստները։ Այասը դարձավ միջազգային առևտրի կենտրոն։ Ստեղծվեց հայկական առևտրական նավատորմ։
հատվեցին ոսկյա եւ արծաթյա դրամներ, որոնք շրջանառում էին ողջ արևելքում։ Մշակույթ։ Նրա հովանավորությամբ բարգավաճեցին դպրոցներն ու վանքերը, որոնք դարձան գիտության եւ գթության կենտրոններ։ 1219 թվականի մայիսի 2-ին Լևոն Մեծագործը հեռացավ կյանքից, թողնելով հզոր պետություն առանց արուժառանգի։ Իր կենթանության օրոք նա տեսել էր Անդիոքի գահաժառանգ Ռուբեն Ռայմոնդի ապիկարությունը եւ չվարանելով զրկել է նրան գահից, ժառանգորդ թռչակելով իր մանկահասակ դստերը Զաբելի։ Սկսվեց մի բարդ ժամանակաշրջան, որը փորձություն էր հայոց պետականության համար։ Զաբելի խնամակալ Կոստանդին Կունստաբլը ցուցաբերելով բացառիկ քաղաքական հեռատեսություն կարողացավ վերջ դնել Ռուբինյանների եւ Հետումյանների դարավոր շնամանքին։ 1226 թվականին Զաբելի եւ Հետումի ամուսնությամբ միավորվեցին երկու հզորագույն տները, հիմք դնելով Հետումյան արքայատոհմին եւ երկրին պարգևելով երկարատև խաղաղություն եւ վերելք։ Ինչ դասեր է մեզ փոխանցում Կիլիկիո հայոց մեծագույն արքայի կերտած ճանապարհը։ Լևոն Մեծագործի ժառանգությունը լոկ պատմական հուշ չէ, այլ պետականակետման կենթանի դասագիրք։ Առաջին դասը պետության իրական հզորությունը ոչ թե լոկ քառակուսի կիլոմետրերի, այլ աշխարհաքաղաքական շահերի ճիշտ համադրման մեջ է։ Լևոնը հասկացավ, որ փոքր երկիրը կարող է դառնալ համաշխարհային խաղացող, եթե կարողանա իրեն պետքական դարձնել մեծերին։ Նա ոչ թե սպասեց, որ պատմությունը կերտվի իր փոխարեն, այլ ինքը դարձավ պատմության ստեղծող։ Խաչակրաց արշավանքների քաոսը վերածելով հայոց թագի ճանաչման հնարավորություն։ Պետության իրական հզորությունը ոչ թե լոկ քառակուսի կիլոմետրերի, այլ աշխարհաքաղաքական շահերի ճիշտ համադրման մեջ է։ Լևոնը հասկացավ, որ փոքր երկիրը կարող է դառնալ համաշխարհային խաղացող, եթե կարողանա իրեն պետքական դարձնել մեծերին։ Նա ոչ թե սպասեց, որ պատմությունը կերտվի իր փոխարեն, այլ ինքը դարձավ պատմության ստեղծող։ Խաչակրաց արշավանքների քաոսը վերածելով հայոց թագի ճանաչման հնարավորության։ Երկրորդ դասը իրական դիվանագիտությունը պահանջում է թե կոշտ ուժ, թե անսահման ճկունություն։ Լևոնը մեզ սովորեցրեց, որ բանակցությունների սեղանի շուրջ հարգում են միայն նրան, ով թիկունքում ունի հզոր բանակ եւ կայուն տնտեսություն։ Նա գիտեր, թե երբ պետք է ձերբակալել հակառակորդ դքսին եւ երբ պետք է տաշին կնքել Հռոմի պապի հետ։ Նա չէր վախենում մեծերից, որովհետեւ գիտեր իր պետության արժեքը։ Երրորդ եւ թերևս ամենացավոտ դասը պետական շահը պետք է գերակա լինի ցանկացած անձնական, ընտանեկան կամ կլանային հավակնությունից։ Լևոնը բասարիկ կամք դրսևորեց, գահից զրկելով իր հարազատին, Փեսային, Ռուբեն Ռայմոնդին, եւ տեսավ, որ վերջինս ապիկարությամբ կարող է կործանել երկիրը։ Սա պետական գործի ամենաբարձր առաքինությունն է՝ զոհաբերել անձնականը հանուն հավաքական ապագայի։ Նա հիմք դրեց մի համակարգի, որտեղ իշխանությունը ոչ թե արտոնություն էր, այլ պատասխանատվություն սերունդների առջև։ Այսօր, երբ մենք կանգնած ենք կրկին ճակատագրական ընտրությունների առաջ, Լևոն Մեծագործի դասերը մեզ հուշում են. պետությունը հզորանում է այնտեղ, որտեղ իշխանությունը ծառայում է պետությանը, եւ ոչ թե պետությունը իշխանությանը։ Ահա եւս մեկ ուսանելի դրվագ մեր հարուստ պատմական անցյալից։ Ռուս պատմաբան Կլյուչևսկին ասում է. պատմությունը չի սովորեցնում, նա պատժում է դասը չիմանալու համար։ Ուրեմն, պատժված չմնալու համար պետք է յուրացնել պատմության դասերը։ Լևոն Մեծագործի դասերը մեզ ուղղորդում են պետական շահը վերդասել անձնականից, իսկ աշխարհաքաղաքական հնարավորությունները ծառայեցնել միմիայն պետության հզորացմանը եւ ոչ սեփական իշխանության երկարաձգմանը։ Ավարտելուց առաջ ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ենք մեր պատմություն հաղորդաշարի այս եւ նախորդ հաղորդումները կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության եւ նոր դասի հետ։ Մնացեք խաղաղությամբ։